Հայաստանում մեդիագրագիտության շաբաթն այս տարի անցկացվեց արդեն 8-րդ անգամ մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքականություն խորագրով։ Նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորել քննադատական ու պատասխանատու մեդիա սպառողների և ստեղծողների նոր սերունդ, առավել ընդգծելով թվային միջավայրում գրագիտության կարևորությունը։ Մեդիագրագիտությունը շատ պետք է մարդկանց, այն անհրաժեշտ է, որպեսզի և մենք կարողանանք լինել զարգացած մարդ և մյուսներին տալ ավելի շատ տեղեկություններ։ Եթե մեդիագրագետ չլինես, ապա քեզ շատ հեշտ կլինի խաբելը, թեկուզ մանիպուլացնելը։ Այս տարի ևս Շիրակի մարզի մի շարք կրթական հաստատությունների աշակերտներ այցելեցին Ցայք հեռուստաընկերություն։ Այցը հնարավորություն տվեց նրանց տեսնել մեդիայի ներսում ընթացող աշխատանքը տեխնիկական ու ստեղծագործական ամբողջ շղթայով։ Նման այցերը շատ կարևոր են աշակերտների համար, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում ընդհանրապես առօրյայում կամ ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում։ Բոլոր երեխաները հասկանում են, թե որ ինֆորմացիան է ճիշտ, որը ճիշտ չէ, սովորում են ինչպես ինֆորմացիան տարբերել։ Աշակերտները ծանոթացան հեռուստատեսության կառուցվածքին, քննարկեցին մեդիայի դրսևորումները, խոսեցին թվային մեդիայի տարածվածության մասին և ընդգծեցին թվային միջավայրում մեդիագրագետ լինելու անհրաժեշտությունը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր Ցայք հեռուստաընկերություն այցը, քանի որ միշտ հեռուստացույցով էի տեսել ու որոշեցի անձամբ կամ տեսնեմ ու հետաքրքիր էր շատ։ Սովորեցինք, թե ինչ է մեդիան, համակարգչով աշխատել, նաև տեսանք այնտեղի ստուդիան։ Քննարկումների միջոցով վերջիններս հասկացան, որ մեդիագրագիտությունը ոչ միայն ճիշտ ու վստահելի տեղեկատվություն սփռելու կամ սպառելու ունակություն է, այլև պատասխանատու մեդիա արտադրող դառնալու կարևոր նախադրյալ։ Ցայք հեռուստաընկերության աշխատակիցները աշակերտների հետ խոսեցին բովանդակության ստեղծման փուլերի, լրագրողական պատասխանատվության, փաստերի ստուգման և տեղեկատվական անվտանգության մասին։ Ես կցանկանայի, որ դրանք ավելի շատ լինեին, քանի որ շատ հետաքրքիր են և շատ նոր տեղեկություններ ենք իմանում։ Հարցերի միջոցով պարզեցի, որ լրագրողները ունեն հստակ չգրված կանոններ, ու այդ կանոնները ինձ համար շատ հետաքրքիր էին ու տարբերվող։ Մեդիագրագիտության շաբաթը իրականացվում է երիտասարդների գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից և իրականացվում World Vision Հայաստանի մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։